Պարոն Ավինյան, հարցս վերաբերում է ավտոբուսների տոմսային համակարգին։ Վերջերս բավականին կարծիքներ են հնչում, որ վճարումները, այսինքն կամ չեն կատարում քաղաքացիները, կամ այնպես են կատարում, որ այդ վճարումը չի հասնում քաղաքապետը, այսինքն վճարում տեղի չի ունենում։ Կխնդրեմ այս մասին խոսեք, մենք նաև ստացել ենք օրենսդրական նախաձեռնություն, որքանով է կկարգավորվի օրենսդրական նախաձեռնություն ընդունումից հետո իրավիճակը եւ ինչ տեղի կունենա, արդյունքում կունենանք որևէ արդյունք, որը քաղաքացուն պատասխանատվության զգացում կունենա եւ ինքը պարտադրված չէ, բայց գոնե իր պարտքը կլինի ճիշտ վճարումը կատարի եւ վալիդատորների հետ կապված այդ անսարքության մասին կուզեմ խոսեք, էլ իրականում կա նման իրավիճակ, որ մեծ մասը, որտեղ հիմնականում բողոքը գալիս է քաղաքացիներից, հակադարձումը այն է, որ վալիդատորները չեն աշխատում։ Շնորհակալ եմ Տիկին Մանավազյան, նախ մի կարևոր արձանագրում եմ ուզում անել եւ շնորհակալություն հայտնել բոլոր պատասխանատու երևանցիներին, որոնք գրեթե տենց 80%-ն են, որոնք որ առանց որևէ պարտադրանքի, ուղղակի իրենց, այսպես ասած, գիտակցելով իրենց, այսպես ասած, իրենց մասնաբաժին կատարվելիք աշխատանքը հստակ վճարումները կատարում են եւ այդ մարդիկ առանց որևէ պարտադրանքի իրենց այդ պատասխանատվության մասնաբաժինը հասկանալով նաեւ վճարում են տրանսպորտային համակարգի համար, որից նաեւ Երևանի քաղաքապետարանը կարողանում է արդիականացնել տրանսպորտային համակարգը, նոր ավտոբուսներ է ձեռք բերում, նոր տրոլեյբուսներ է ձեռք բերում եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է արդյոք նախաձեռնությունը օրենսդրական որևէ բան կփոխի, ես վստահ եմ, որ կփոխի եւ այդտեղ կասկած չունեմ, որովհետեւ գիտեք, ընդհանուր առմամբ եկեք մի իրավիճակ հասկանանք, որ լավ մարդը անպատասխանատու է ընդհանուր առմամբ, գերակշիռ մեծամասնության մասին չենք խոսում, մարդը անպատասխանատու է, հա, կարա չվճարի, չի վճարում, տենց ու մոտավորապես այդ մոտեցմամբ է վերաբերում, չի գիտակցում, որ այդ ամեն վճարումը լավ վաղվա այդ ավտոբուսի վերանորոգումն է, վաղվա հաջորդ ավտոբուսի գնումն է, վաղվա հարմարավետության ապահովումն է ամբողջ քաղաքի համար։ Հիմա եկեք հասկանանք, ինքը իրան իհարկե դա չի հետաքրքրում։ Իրան հետաքրքրում է մի բան, ինքը պատասխանատվության կենթարկվի, թե ոչ։ Եթե չի ենթարկվի, շատ լավ, ինչ ա եղել, որ ժողովուրդ ջան, այդպես էլ կշարունակենք, կասի շնորհակալություն, ստեսություն, բայց սենց ասեմ, տեխնիկական խնդիրները Տիկին Մանավազյան շատ տենց փոքր թիվ են կազմում, որպեսզի հասկանանք մեր համակարգերը ինչ աստիճանի ենք արդեն հասցրել, մենք ունենք ավտոբուսների մեջ տեսախցիկներ եւ ունենք նաեւ դռների վրա տեսախցիկներ բոլոր ավտոբուսների եւ ունենք համակարգ, որը հաշվում է, թե քանի հոգի մարդ մտավ ավտոբուս, քանի հոգի դուրս եկավ։ Ունենք համակարգ, որը հաշվում է, քանի հոգի քարտ մոտեցրեց վալիդատորին, իսկ քանի հոգի ուղակի կողքով անցավ։ Քանի հոգի սասի կներեք QR կոդ մոտեցրեց վալիդատորին։ Քանի հոգի իր արդեն, չգիտեմ, որերորդ անգամ սև ցուցակը ընկած բանկային քարտը մոտեցրեց վալիդատորին։ Մենք այդ առումով բավականին հնարամիտ ժողովուրդ ենք եւ նույնիսկ այդ բանի շատ զարմացած դեմքն էլ կարող ենք անել, էլի այդ ընթացքում, երբ որ սասի QR կոդն ենք մոտեցնում։ Վստահաբար այնուամենայնիվ որոշակի տոկոս ունենք խնդիրների, այդ փոքր տոկոսա վալիդատորների հետ եղած խնդիրների եւ ընդհանուր նաեւ կանոնների չհասկացվածության խնդիրներ ունենք, որ օրինակ բանկային քարտով, երբ որ մեկ անգամ վճարեցիր, այդ բանկային քարտով չես կարողանում շարունակել եւս 2-3 անգամ նույն ժամանակում վճարել եւ նույնը Լոնդոնում է, որովհետեւ մեր վալիդատորը ինքը ճանաչում է ոչ թե բանկային քարտ կամ որևէ, ինքը ճանաչում է մի տեսակ բան, արձագանք, էլի, այսինքն սա արված է նրա համար, որ անսահմանափակ, այսպես ասած, քարտով մեկը օրինակ մետրոյի բոլոր բաները չսկսի բացել, այսինքն ամեն մարդ իր անձնական քարտը պետք է ունենա։ Արձագանքում եք Տիկին Մանավազյան։
Արձագանքում շատ շնորհակալ եմ իհարկե պատասխանի համար, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ տեսեք ձեր ասած քաղաքացիները երբ որ տեսնում են օրինակ SASS-ի QR կոդն են անցկացնում կամ սև ցուցակում հայտնված քարտը, երբ որ ստացվում է իրենց մոտ այդ process, իրանք ինքը նաև փոխանցվում է, չէ՞, դե կարամ չվճարեմ, մյուս քաղաքացուն ասում են, մյուսը տեսնում է։ Ուզում ասեմ, այս process-ը ձեզ մոտ ոնց հասկացա 20%-ն, այսինքն 80%-ը պատասխանատու պարտաճանաչ վճարող քաղաքացիներ են։ Եվ այդ 20%-ի հետ կապված աշխատանքը օրենսդրական նախաձեռնությամբ հարցի լրիվ կկարգավորվի։ Եվ մի բան էլ կխնդրեմ, եթե համարենք, որ այս փուլում արդեն կայացել է մեր տոմսային համակարգի ներդրումը եւ արդյոք ավտոբուսների ավելացում մեկ վախենում եմ այդ հարցը տամ, որտեվ Երևան քաղաքում լրացուցիչ շատ ավտոբուսների ավելացումը բերելու է ավելի շատ խցանումների եւ փողոցը անհնարին լինի անցնելը, բայց մյուս կողմից էլ սպասելա ժամանակը իրականում բավականին շատ է լինում եւ հիմնականում մարդկանց դժգոհությունը ակետից բկետ հասնելու եւ ժամային առումով նաեւ այն ամենապիկ ժամերին խնդիր է առաջացնում։ Շնորհակալ եմ Տիկին Մանավազյան, Երևան քաղաքում հավելյալ 250 ավտոբուսները ներդնելու, ներմուծելու ժամանակ վստահաբար այո, որոշակի հավելյալ խցանումներ ավելանալու են։ Ոչ միայն այդ պատճառով են ավելանալու Տիկին Մանավազյան, այլ նաև ավելանալու են խցանումները հենց այն բան, երբ որ այս տարի, այսա շուտով սկսենք գծել նոր ավտոբուսային գծերը տարբեր հատվածներում, որոնք որ նախատեսված են միմիայն ավտոբուսի համար, բայց սա այն ամենակարևոր փոփոխությունն է, որ մենք իրականացնում ենք։ Այո, պետք է այդ խցանումները առաջանան, պետք է մեր տրանսպորտային համակարգը իր ամբողջական շարժակազմով ծառայի ամբողջ քաղաքին, մեր ժամանակը պետք է քիչ ծախսվի ավտոբուս սպասելու վրա, որ ես, դուք մեր գործընկերները որոշենք, որ մեզ ավտոմեքենա հազվագյուտ դեպքերում է պետք։ Երևան քաղաքում տրանսպորտային համակարգն այնպիսինն է, որ մենք բոլորս մեզ ավելի հարմար է, քան թե գնանք այդ խցանումների մեջ մեր ավտոյով մնանք, այլ նստենք ավտոբուսը, նստենք մետրո, նստենք մյուսը այդ ճանապարհով տեղափոխվենք քաղաքով մեկ։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ Տիկին Մանավազյան, չկա մի եվրոպական քաղաքի հաջողված փորձ, որը այս ճանապարհով չի գնացել։ Բոլորը ովքեր որ գնացել են այս ճանապարհով հաջողել են, բոլոր նրանք ովքեր որ հապաղել են այս ճանապարհով գնալու, նրանք իրականում շատ ավելի լուրջ խնդիրների առաջ են կանգնած։